Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան։ Սա առաջիկայում մինչև այդ ադրբեջանական պորտալը հղումանելով իշխանական աղբյուրներին հայտնում է, որ Իլհամ Ալիևը չի մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Պատճառն էլ գրում են այն է, որ բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի կարող է կեղծ տպավորություն ստեղծել խաղաղության գործընթացի ավարտված լինելու մասին։ Ալեն Սիմոնյանի ձևակերպմամբ սառույցը կոտրվում է, թեև երկկողմ շփումներում դեռ հարցեր կան քննարկելու։ Մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Եվրանեստի Երևանյան վեհաժողովի նստաշրջանում ՔՊԱ-կան պատգամավորները դեմ են քվեարկել առաջարկին, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգության երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ քաղաքական վերադարձի իրավունքն իրենց բնորան։ Սիմոնյանի խոսքով ընդդիմությունն արցախցիների վերադարձի հարցը դրոշակ է սարքել ու մեծ խոսում է։ Կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, այո, ինչ-որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, որոնք վիրավորանքներ են հնչեցնում եւ որևէ բան չեն առաջարկում, շարունակում է ազգային ժողովի նախագահը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբեմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում է։ Պնդումը, թե իշխանությունը համայնքապետերին հետապնդում է, որ ընտրություններին ձայներ տանի, սուտ է, սա էլ Շիրակի մարզպետն է վստահեցնում։ Նման գործելավոճ չունենք, ամեն գնով իշխանություն վերցնող մի կինքի դենք։ Մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Ավելի վաղ ԿՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչին էին կալանավորել ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար։ Դավիթ Արուշանյանն ասում է, որ տիկնոջը վաղուց է ճանաչում, միասին աշխատել են։ Եկեք այստեղ պարոն Սարուխանյանի զոնկած չֆիքսենք, որտեվ եթե չեմ սխալվում, Տիգին Վարդուի է անունը, եւ եկեք ֆիքսենք Տիգին Վարդուի, ոչ թե պարոն Սարուխանյանի զոնկած, որտեվ մինչև զոնկած լինել է երկար տարիներ, ինքը Տիգին Վարդուին էր, ել եմ ասում, եթե չեմ սխալվում անունը։ Եվ հովհանավանքի միջադեպի մասին Ալեն Սիմոնյանի խոսքով եկեղեցում չի կարելի բղավել, քանի որ դա Աստծո տունն է։ Ես այո, ծաղտալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն։ Պատարագը չի կարելի խանգարել, ամեն դեպքում ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին, որովհետեւ պատարագ չհամարել կեղծ, որովհետեւ դա խոսք է առ Աստված ու այդտեղ հավաքված մարդիկ հաղորդակցում են Աստծո հետ պատարագի միջոցով։ Դավիթ Արուշանյանի խոսքով էլ Ստեփան Ասատրյանն իրեն կարգալույց չի համարում, հետևաբար ինքն էլ այն կարծիքին է, որ Ասատրյանը նախկին քահանա չէ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։